Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը նարդու առաջնություն է կազմակերպել, մասնակցել ու իր անվան առաջնությունում 3-րդ տեղն զբաղեցրել։ Համայնքապետարանի հրապարակած լուսանկարներում մյուս 4 հաղթողներին համայնքի ղեկավարն է հանձնում մրցանակները, իսկ ահա իր անվան մրցաշարում 3-րդ տեղը զբաղեցրած համայնքապետի պարանոցից մեդալը կախում է սեփական որդին, Հայփոստի Սպիտակի բաժանմունքի տնօրեն Գոռ Նիկողոսյանը։ Նա ի դեպ նույնպես նարդի է խաղացել որպես առաջնության մասնակից։ Հաղորդագրությունից պարզ է, պատվավոր 3-րդ տեղի համար առաջնության կազմակերպիչը 90,000 դրամ է նախատեսել։ Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանն ասում է, չլսված չտեսնված բան է, որ համայնքի ղեկավարը իր կազմակերպած առաջնությանը մասնակցի ու մրցանակային տեղ գրավի։ Սա աբսուրդ իրողություն է, որը նաև իրենից շահերի բախման կոմպոնենտ է պարունակում, որովհետև համայնքի ղեկավարը իր մի գրպանից հանում է գումարը, դնում մյուս գրպանը։ Առաջնության մասին պատմող ֆեյսբուքյան լուսանկարներում ոչ միայն համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն է նարդի խաղում, այլև իր որդին, Հայփոստի Սպիտակի բաժանմունքի տնօրեն Գոռ Նիկողոսյանը, համայնքի ղեկավարի օգնականը, Սպիտակի կազմում գտնվող Շենավան գյուղի վարչական ղեկավարը, համայնքապետարանի ենթակայության ՀՕԱԿ-ի տնօրենը, Ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության 1 անդամ։ Նկարներում տարբեր տարիքի այլ տղամարդիկ ևս կան։ Չնայած շահերի բախման մասին իրավապաշտպանի պնդումներին համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Ազգանուշ Ֆրանգյանը բոլորովին էլ խնդիր չի տեսնում, որ համայնքի ղեկավարի նարդու առաջնությանը 90,000 դրամ հենց ինքը համայնքի ղեկավարն է ստացել։ Այդ է քաղաքացի, կարևորը որ համայնքի քաղաքացիություն է, հիմա ինքն էլ քաղաքացի է, խորհրդակցել են տարբեր առաջնություններ կազմակերպած կազմակերպությունների հետ, կարող է ինքն էլ մասնակցել իր առաջնությանը եւ այլն, ոչ մի արգելող նորմ չունենք։ Շահերի բախում չեք տեսնում այստեղ։ Ինչ կա շահերի բախումը չկա, շախմատով կամ նարդիով զբաղվի։ Առաջնությանը մասնակցած Շենավանի վարչական ղեկավար Մխիթար Մխիթարյանն էլ 4-րդ տեղն է գրավել, 70,000 դրամ պարգևի արժանացել։ Պնդում է, թե առաջնության մասին հայտարարություն են փակցրել գյուղերի մարդաշատ վայրերում, տեղեկացրել մարդկանց, մասնակցության համար արգելքներ չեն եղել, ասում է ավելի ակտիվ մասնակցության հույս ունեին, չեկան։ Ընդհանուր առմամբ մտածում էինք, որ ավելի շատ մասնակցի, բայց 30-ին մոտ էին մասնակիցները։ Ինչով է պայմանավորված էլի, որ չեն դիմել, չեն մասնակցել։ Դե ես ընդհանուր առմամբ 2 հոգու հարցրել եմ, գիտեմ ով խաղում է։ Մեր պատճառաբանել են, որ աշխատանքի բերում, որովհետեւ ժամանակի խնդիր է, կան ժամերով չեն կարող մեր գործերը թողանք գյուղի։ Աշխատանքային ժամեր այդ մրցաշարը։ Չէ, 6 հետո ա եղել։ Համայնքի ղեկավարի առաջնությանը մրցանակակիր դարձած վարչական ղեկավարը նույնպես կարծում է, որ ոչինչ էլ չկա, որ Քաջայր Նիկողոսյանը մասնակցել է իր իսկ կազմակերպած առաջնությանը։ Ինքը հենց այդ ժամանակ, որ հասավ արդեն մրցանակային տեղերը, հրաժարվեց համայնքի ղեկավարը, որ ինքը էլ չմասնակցի, հաղթանակը տրվի ինչ-որ մեկին ու շարունակվի այդ ամեն ինչը։ Ուղղակի այդ մասնակիցները ընդհանուրը բոլորը ասեցին, որ դե խաղ է դա, եթե կարեցել եք դուք հաղթել եք ու հասել եք միջև ստեղ, ճիշտ կլինի, որ շարունակեք ու արդար լինի, ով որ կհաղթի։ Համայնքի բյուջեից ընդհանուր 712,000 դրամ է ծախսվել այս առաջնության համար։ Անցած ամսվա վերջին Քաջայր Նիկողոսյանը 2 որոշում է կայացրել։ Առաջինով 262,000 դրամ է հատկացրել մոտ 30 մասնակիցների համար նարդիներ, բաժակներ, պատվոգրեր, մեդալներ, գավաթ, հուշանվեր եւ տորտ ձեռք բերելու նպատակով։ Երկրորդ որոշմամբ 450,000 դրամ ծախսվել է առաջին 5 հորիզոնականների դրամական պարգևատրման համար։